հարցեր կլինեն, սիրով կպատասխանեք։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Ես նշեմ, որ ցանկացած դեպք, որը աֆիլիացվում է կամ կապվում է Հայաստանի հետ, դա գտնում է նաև իրավապահ մարմինների տիրույթում։ Ես այս պահին իրավասու չեմ գնահատական տալ կամ մեկնաբանություն տալ, բայց այդ թվում ձեր ռեպորտաժը, այդ թվում է շատ գործընկերների հրապարակային հաղորդումները հիմք են եւ հաղորդում են շատ դեպքերում հանցագործության մասին, բայց այստեղ պետք է տեսնենք, թե արդյոք սուբյեկտային կազմը կա հանցագործության գործողությունը ինքնին ինչ է պարունակում։ Եվ այստեղ որ խնդիրներ թե ինչ որ մարդը թերթ է տպագրում եւ անունը դնում է Wyoming Star, ինքնին դա հանցագործություն չէ։ Բայց ելի եմ ասում, չմտնեմ իրավական դաշտ, իրավասու չեմ այս պատասխանը։ Անգլիալեզու թերթ, որը բերվում է Մոսկվայից։ Ես ուզում եմ ասել, այստեղ մենք պետք է հասկանանք հանցակազմ կա թե չէ։ Եվ չեմ ուզենա որևէ գնահատական տալ, որպեսզի ուղղորդիչ չդիտվի իշխանությունների կողմից։ Բայց ուզում եմ նաև նշել, որ եւ տպագիր թերթերի եւ տեղեկատվությունը, որը տարածվում է համացանցում, ինչպես գիտեք, հիբրիդային արշավները շատ դեպքում համակցված են լինում որոշակի գործողություններ գետնի վրա եւ դրա տեղեկատվական օրինակ աղմուկը, որը բարձրացվում է։ Մենք նման դեպքեր բազմաթիվ օրինակներ ունենք եւ փորձում ենք հետքերով գնալ, եթե այդտեղ կա որևէ հանցակազմ, ապա վստահ եղեք, որ մեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ ինչ վերաբերում է բուն ապատեղեկատվական արշավներին, այստեղ չես կարող դու իրավական գործընթաց սկսել, որովհետև ինքնին երևույթը ապատեղեկատվության մանիպուլյացիայի տարածումը արվում է այնպիսի մեխանիզմով, որպեսզի հետագծելիությունը մաքսիմալ կերպով թողարկվի։ Այո, մեր հմուտ թիմը, որը հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կազմում է գործում, Տիկին Էլիա Հարությունյանի գլխավորությամբ է գործում, հատկապես ապատեղեկատվական մեծ թիմ ունենք, որը տարբեր ոլորտային, տարբեր լեզուներով կոնտենտներ է ուսումնասիրում, աշխատում է, որ մենք օր առաջ, ժամ առաջ տեղեկացված լինենք, բայց այնուամենայնիվ անգամ այդ դեպքում հետագծելիությունը կամ փոխկապակցվածությունը դժվար է ապացուցել։ Այո, աֆիլիացում մենք տեսնում ենք եւ շատերս գիտենք դրա մասին, բայց ապացուցողական բազան թույլ է, որպեսզի իրավական գործընթաց սկսենք։ Ոսամ բավարարեցի ձեր հարցի պատասխանը։ Եվ չգիտեմ որքանով է ճիշտ այս հարցը տալ հատկապես հիբրիդային պատերազմի դեմ տարվող այս դրամաբանության մեջ, բայց այնուամենայնիվ քիչ քննարկում նաև ռուսական հեռուստաալիքները հեռարձակել չհեռարձակելու այս հարցը։ Այստեղ որևէ մոտեցում կա կամ մոտեցման փոփոխություն, որովհետև կան հստակ ընդդիմադիր շրջանակներ, որոնք պահանջում են, որ այդ հեռուստաալիքները ընդհանուր չհեռարձակվեն Հայաստանում։ Ես ճիշտ լսեցի հարցը ընդդիմադիր շրջանակներն են պահանջում Այո, որոշ ընդդիմադիր ուժեր կան, օրինակ Հանուն Հանրապետության կուսակցությունը, որը կարծում է, որ սա հստակ սպառնալիք է։ Հայաստանում կա խոսքի ազատություն եւ քանի դեռ չկա այլ որոշում, ապա այս հարցը այս պահին առնվազն վաղաժամ է։